Երևան, Գյումրի, հիմա նաև Վանաձոր։ Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը խորագրով ցուցահանդեսի հայաստանյան շրջագայությունը շարունակվում է։ Այն բացառիկ հնարավորություն է մարզերի բնակիչների համար ավելի մոտ լինելու Հայաստանում կառուցվող աշխարհում ամենաբարձր Հիսուսի արձանի ստեղծման պատմությանը։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդը ուղղի իր մեջքը եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս խոսի ել ավելի հպարտ, որը մեզ ավելի բնորոշ է, քանի որ խեղճությունը մեզ սազական չէ։ Որպես առաջինը քրիստոնեությունը ընդունած ազգ, մեր համար կարևոր է, որ ամբողջ աշխարհը խոսի հենց մեր մասին եւ ամենաբարձր արձանը լինի մեր երկրում։ Պարոն Ծառուկյանի համար շատ կարևոր էր, որպեսզի ցուցահանդեսը նաեւ հասնի Վանաձոր։ Ես վստահ եմ, որ առաջիկա 2 օրերի ընթացքում եւս լեփլեցուն է լինելու այս դահլիճը եւ մեր շատ սիրելի վանաձորցիները իրենց մասնակցությունն են ունենալու նաև այս ցուցահանդեսում։ Լոռու մարզի գլխավոր ցուցասրահը բազմամարդ է ու բոլորը մեծից փոքր ողջունում են հզոր նախաձեռնության գաղափարը, ընդունելով այն որպես ազգային վերածննդի, ներքին հաշտության ու համերաշխության նոր խորհրդանիշ։ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հատիս լեռան վրա սոսկ քարե անշունչ մի կառույց չէ։ Մենք չենք պաշտում արձանը, սակայն արձանի դիմաց մի պահ կանգնելով մեր մեջ արթնանում է երկյուղը հանդեպ մեր երկնավոր Տերը։ Արձանի պատվանդանի ներքո գտնվող լույսի գանձատունը ճշմարտապես դառնալու է մի յուրօրինակ հոգևոր կրթարան բոլոր այցելուների համար։ Գանձատան յուրաքանչյուր այցելու կհարստանա, կլուսավորվի Քրիստոսի լույսով եւ այդ լույսը կտա իր պտուղները պատասխանելով այն հարցին, ինչու հենց հայերը ընտրվեցին նաև Հիսուսի կողմից դառնալու վկաները Աստծո գործերի։ Ցուցասրահի այցելուներին լուսանկարներից բացի հետաքրքրում է նաև Նոյան տապանը։ Դրա հիմքում դրված նոր գաղափարի մասին իմանալով մարդիկ ավելի անհամբեր են, որ բարձրանան հատիս լեռ, իրենց աչքով տեսնեն այստեղ տեսածն ու լսածը։ Շինարարության ավարտից հետո ես մտածում եմ, որ մեծ բում է լինելու, մեծ ողջավորություն է լինելու դեպի Հայաստան աշխարհ, Հայաստան երկիր։ Սա մի նոր ոնց որ էջ է հայոց պատմության մեջ, շատ տուրիստների դեպի մեզ կգրավենք, շատ ուզում ենք գնանք, տեսնենք այս կառույցը։ Ես ինքս մասնակցել եմ հատիս լեռան գագաթում կառուցվող Հիսուսի արձանի շինարարական աշխատանքներին իմ տղայի հետ։ Խորհրդանշում է ուժ, հավատ, միասնություն, համախմբում ժողովրդին։ Քրիստոնյաներից համար մեծ պատիվ է ունենալ նման մեծ արձան։ Հույսով եմ շատերը կգան, կտեսնեն, շատերին կհետաքրքրի։ Հայաստանն էլ ավելի ճանաչելի կդարձնենք ամբողջ աշխարհին։ Հայաստանը կարծում եմ ավելի կծաղկի եւ կբարգավաճի։ Հայաստանի 3-րդ քաղաքի ցուցասրահում Լոռու մարզի բնակիչները ֆոտոպատմությանը ծանոթանալու հնարավորություն ունեն 2 օր։ Էքսպոնատները կշարունակեն շրջագայությունը մյուս մարզերում նույնպես։ Ալինա Սահակյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։